հիմա Վենետիկի հանձնաժողովը որ դիտել է, որ նյութապես շահագրգռելն է սխալ, ոչ թե հարկադրել կամ կոչնդոտել, ճիշտ եմ չի հասկանում, առանձնացնենք։ Պետր Չալաբյանի դեպքում էլի շեշտել է, որ նյութապես շահագրգռելն է խնդրահարույց, ոչ թե հարկադրելը կամ կոչնդոտելը։ Հիմա սրան ինչ պետք է հետևի։ ՍԴ-ն ըստ էության ինչ ժամկետներում ինչ որոշում պետք է կայացնի, պարոն Աղբանասյան եւ մնացածներ, եւ դա ինչ է նշանակում, արդյոք մինչեւ հիմա կալանավորված, նյութապես շահագրգռելու դրվագով կալանավորված եւ մեղադրվող անձանց վրա պետք է հանվեն այդ մեղադրանքները։ Թե կարող են ասել հետադարձ ուժ չպետք է ունենա, չգիտեմ։ Ես կարծում եմ իմ գործընկերներն էլ կանդրադառնան շատ կոնկրետ հարց է։ Ասեմ, որ Սահմանադրական դատարանը երբ որ կասեցրել է գործի քննությունը եւ ուղարկել էր կարծիքի, սպասում էր այս կարծիքին, մինչ այդ նաեւ ազգային ժողովին ներգրավել էր որպես պատասխանող կողմ, ազգային ժողովը բացատրություն էր տվել, այդ բացատրությունը մենք նույնպես կրկին հերքել ենք, փաստարկել ենք, որ առհասարակ այդ նորմը եւ մենք վիճարկել ենք հենց նյութապես շահագրգռվելու ձևակերպումը։ Մենք չենք անդրադարձել այդ հոդվածի մեջ այն մյուս դրույթներին հարկադրել եւ այլ, որովհետեւ այդ դրույթը շատ ավելի հոդվածը շատ ավելի մեծ ծավալ ունի։ Մենք անդրադարձել ենք կոնկրետ նյութապես շահագրգռվելու հատվածին եւ տվել ենք մեր դիրքորոշումը, թվում նաեւ Վենետիկի հանձնաժողովի այլ տարբեր առիթներով տրված կարծիքների հիման վրա։ Հիմա Սահմանադրական դատարանը ըստ գործող Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 56 հոդվածի պետք է վերացնի կասեցումը, վերսկսի գործի քննությունը եւ տա իր որոշումը։ Երբ կլինի, դժվարանում եմ ասել, հաշվի առնելով քաղաքական իշխանության այս ձգտումը, ցանկությունը եւ նաեւ ինչու՞ չէ։ Ես այդ պնդումը կարող եմ հիմա անել, նաեւ որպես ազգային ժողովի падգամավոր, որ անդադ շփվում է, հա, Սահմանադրական դատարանի գործի բերումով նաեւ։ Շատ հնարավոր է, որ փորձեն ձգձգել են, որովհետեւ իրենք ամեն գնով, ամեն գործիք փորձում են օգտագործել, ինչքան հնարավոր է, նույնիսկ հակասահմանադրական ակնառու, ակնհայտ հակասահմանադրական նորմը չվերացնելու առումով։ Եթե այնուամենայնիվ շուտ լինի, այսինքն մինչև այս նոր սպասվող հավաքներին եւ այլն, մենք կունենանք Սահմանադրական դատարանի որոշում, վստահ եմ, որ այստեղ Սահմանադրական դատարանը չի կարող այլևս այլ մեկնաբանություն տալ, երկու ելք ունի, կամ ճանաչում է ձևակերպումը կտրուկ միանգամից Սահմանադրությանը հակասող, կամ կարող է տալ իրավակիրառ պրակտիկայի համար մեկնաբանություն, որը պետք է առաջնորդող լինի թե իրավապահարների եւ թե դատարանների համար, որ ճանապարհով կգնա, դա ցույց կտա առաջիկան, բայց ակնհայտ է, որ այլևս Վենետիկի հանձնաժողովի կարծիքը որպես խորհրդատվական կարծիք եւ որը մեր օրենսդրության շրջանակներում համարվում է խիստ կարեւոր, չի կարող անտեսվել։ Գործերի վարույթների մասով, կախված նրանից թե ինչպիսի որոշում կկայացնի, դրան համապատասխան են նաև այդ վարույթները։ Ակնհայտ է նաև, որ բոլոր այն անձինք, ովքեր որ ժամանակին ենթարկվել են անհիմն սահմանափակումների, մեղադրանքների, բոլորը կունենան հնարավորություն իրավունքների պաշտպանությունը իրականացնելու եւ իրենց խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Ճիշտ է, 236-ի երկրորդ մասն է վիճակում ՍԴ-ում ամբողջ։ Թույլ կտակ ես կարդամ էլի նորմը։ Տեսեք, Քերական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերացնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, այս մինչև ես ինչ կարդացի, դա չենք վիճարկում։ Դա հարկադրանք է, դա մարդուն չի կարելի ստիպել, հարկադրել, բռնության սպառնալիքով ասել պետք է գնաս հավաքի կամ պետք է չգնաս հավաքի, որը նաև շատ հաճախ հանդիպում է, բայց կարծես թե դրանց վերաբերյալ հարուցված վարույթներ չունենք։ Հիմա շարունակությունն է, այն ինչը որ վիճարկվում է Սահմանադրական դատարանում։
ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Վենետիկի հանձնաժողովն ասում է, սա ոչ որոշակի ուրեմն ձևակերպում է, երկրորդ աննորմալ է ենթադրել, որ հնարավոր չի կազմակերպել հավաք եւ հոգալ այդ մարդկանց հավաքին տրանսպորտացիայի, լոգիստիկայի, սնունդի, կեցության եւ նմանատիպ հարցեր։ Երկուս գրպանի փող, օրինակ, կան չէ տենց գործեր, եթե չեմ սխալվում, ինձ մտնում ուղղակի կային, որ ուղղակի Չէ, տեղափոխման համար, տեղափոխման եւ սննդի։ Նայրա ջան, ինչ տարբերություն։ Որ ես դա մասնակցեմ գումարի դիմաց, դա ինչ է նյութապես շահագրգռել։ Կներեք, այստեղ մի առանձնահատկություն Վենետիկի հանձնաժողովին մենք երբ մենք դիմել ենք սահմանադրական դատարան, մենք կոնկրետ դրսևորումները չենք քննարկել, մենք քննարկել ենք ընդհանրապես այս դրույթը, մեր հարցը բարձրացրած, ընդ որում դրան էր վերաբերում, թե պարոն Դարությունյանը, թե պարոն Մինասյանը կփաստեն։ Մեր բարձրացած հարցերից էր արդյոք համահավասար են այն դրսևորումները, երբ մի կողմից անձին հավաքին մասնակցելու համար աջակցում են տրանսպորտով, սնունդով, օրինակ, եթե կա այդպիսի կարիք, մյուս կողմից գումար են տալիս, որպեսզի հավաքին մասնակցի, եւ արդյոք այս երկուսը նույն գնահատականին են արժանի։ Այս օրենսդրական կարգավորումը չի պատասխանում այդ հարցին։ Այն բոլոր վկայակոչված թվարկված դեպքերը հավասարեցնում են միմյանց նույն քրեական հետևանքի վրա հասնելու պատժի սպառնալիքով։ Բայց մի կարևոր հարց եմ ցանկանում բարձրաձայնել, շատ է խոսվում, հա, հավաքներին վճարովի մասնակցելուն կամ այդ հարցը քննարկվում է։ Լավ, երբ որ սա խիստ իրավական զրույց է, հա, երբ որ անձին առաջարկում են գումար հավաքին մասնակցելու համար։ Վերջինս հրաժարվում է կամ ոչ։ Այդտեղ ում սահմանադրական իրավունքն է խախտվում։ Ուրիշ բան, եթե հավաքի մասնակիցը ի սկզբանե ցանկանում է այդ կերպ հավաքել որոշակի թվականակ անձանց եւ դրանով զանգվածային անկարգություններ իրականացնել, այդտեղ կարող են քննարկել դեռևս հանցակազմի առկայություն կամ ոչ։ Բայց երբ անձին ուղղակի գումար են վճարում հավաքին մասնակցելու համար, այդտեղ որևիցե մեկի իրավունքը իրականում տեսականորեն էլ չի խախտվում որևիցե կերպ։ Մի հատ հստակություն լրացնեմ, տեսեք, Վենետիկի հանձնաժողովը նաև ինչ է ասել։ Ասել է, որ այո, չափազանց կարևոր է նաև թափանցիկությունը եւ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ եւ հավաքների կազմակերպիչը, երբ որ իրականացնում է այդ աշխատանքները, ինչպես նշեցինք, կեցության, տեղափոխման, պահպանման, ավելին, նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ անգամ բանախոսներին կարող է նորմալ վճարում լինել։ Ասենք, մարդկանց է։ Հերթական դրսևորումները քիչ առաջ վկայակոչված է։ Ստե կարևորը թափանցիկությունն է, որպեսզի մարդիկ իմանան, թե ի վերջո, օրինակ, այդ հավաքի շրջանակներում ով է ֆինանսավորողը, որտեղ է այդ ֆինանսավորումը, ընտրական գործընթացում չափազանց կարևոր է նաև, որ կա նախընտրական հիմնադրամ, եւ այդ հիմնադրամի շրջանակներում էլ պետք է ապահովումը լինի։ Այլ դեպքերում ընդհանրապես ոչ նախընտրական շրջան, ընդհանրապես կարգավորումը շատ ավելի մեղմ պետք է լինի եւ չի կարող այն ոչ միայն իրավախախտում համարվել, առավել եւս քրեական պատասխանատվություն առաջացնել։ Ես կա ներողություն, կա մի հատ նուրբ նաեւ գիծ, որը որ Վենետիկի հանձնաժողովը ամրագրել է, ձևակերպել է եւ ընդհանուր կարգավորման ներքո ասել է, որ ինքնին այս նորմը, այս ձևով եւ իրավակի իրար պրակտիկայում ըստ էության Հայաստանում գործադրված ակնհայտորեն խաթարում է, խափանում է հավաքների ազատության միջազգայինորեն երաշխավորված իրավունքը։ Ես եթե թույլ տակ ավելացնեմ։ Երբ այս գործերը, չէ, երբ այս գործերը սկսվեցին, ենթադրում եմ լսվում է, չէ, փոխվելու կարիք չկա։ Երբ այս գործերը սկսեցին, մենք իրականացրեցինք ուսումնասիրություն, հասկանալու համար, արդյոք աշխարհի վրա երկրագնդում, բացի Հայաստանից, կա գեթ մի պետություն, որտեղ համանման հանցակազմ կա։ Դրսևորման մասին է խոսքը, նյութապես շահագրգռելու։ Սիրելի գործընկերներ, աշխարհում չկա գեթ 1 երկիր, որտեղ հավաքների նյութապես շահագրգռելու քրորեն պատժելի, ուրեմն առարկա նախատեսված այդ երկրի քրեական օրենսգրքով։ Մենք գտել ենք մի դեպք, որտեղ ոչ թե քրորեն պատժելի, այլ վարչական զանցանք է համարվում եւ դա Բելարուսիայում է։ Այսինքն եվրոպական, ուրեմն
ավանդույթների համաձայն Բելարուսիայում կա վարչական իրավախախտում այդպիսին հավաքներին մասնակցելը նյութապես շահագրգռել։ Էլ աշխարհում ոչ մի տեղ չկա։ Ավելին երկրներ կան, որտեղ փողով լոբիստական կազմակերպությունները այս կամ այն անձի հավաքներին բերում են մարդկանց։ Ես վստահ եմ դուք հետևել եք, տեսել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ ընտրությունները, չէ՞, գունավոր գլխարկներով, ինչ որ սիրուն բաներով, տրաֆարետներով, բանով, ուսս նայում ես երիտասարդներ են, դեն շատ սինխրոնել բան են անում, արձագանքում են քաղաքական գործչի այս կամ այն, ուրեմն ելույթին կամ ելույթի հատվածին։ Մենք լոբիստական կազմակերպություններ են, որոնք վճարովի մարդկանց բերում են, որպեսզի ապահովեն հավաքին այս մարդկանց մասնակցությունը եւ համապատասխան մթնոլորտ, որը նորմալ է, որովհետեւ առաջավոր եւ զարգացած աշխարհում խնդիրը քաղաքական process-ների կառավարման շրջանակներում դրված է ոչ թե հավաքին մարդ բերեցին, թե չբերեցին, դրված է ընտրական process-ների պատշաճ կազմակերպման վրա, դա մեկ, այսինքն ընտրությունները չկեղծվեն, մարդու ընտրական իրավունքը ուրեմն չխախտվի իրան այս կամ այն կերպ պարտադրելով կամ նյութապես շահագրգռելով, եւ նաեւ ընտրական ֆոնդերի թափանցիկությունը։ Եվ այս մասով նաեւ Չալաբյանի գործով մենք ունենք ԵԽԽՎ-ի 23 թվականի բանաձև, որտեղ ԵԽԽՎ-ն արձանագրել էր, որ այս դիմադրության շարժում էր 2022 թվական, որևէ ընտրական process չկար, ըստ այդմ այդ ընտրական process-ների շրջանակներում որևէ ուժի նախընտրական ֆոնդի չափի կամ թափանցիկության կամ ծախսերի մասով խնդիր չկար, մենք ապշացենք ինչ են այս մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում անում։ Ես կարող եմ շփոթել ես չնայած հետո կվերցնեմ կկարդամ, բայց ամեն դեպքում Վենետիկի հանձնաժողովը իր այդ եզրակացությանը ֆիքսում է, որ գումար տալը եւս օքեյ է, նորմալ է, նյութապես շահագրգռելու մեջ նաեւ հենց փող տալը։ Թե չի տարաբաժանել։ Չի տարաբաժանելի, շատ հստակ մի ձևակերպում կա, որը ասում է, որ ինքնին ձևակերպումը նյութապես շահագրգռելը անորոշության իր բարձր աստիճանով զրկել է նորմալ տրամաբանական եւ ընդունված ու հավաքի մասնակցության ազատության իրականացմանը նպաստող նյութապես կամ ֆինանսական միջոցներ ծախսելու մոտեցումը։ Այսինքն ըստ էության Վենետիկի հանձնաժողովը առաջնահերթություն համարելով, ինչպես որ մենք էինք անդադար պնդում, սահմանադրական եւ միջազգային իրավունքով պաշտպանված հավաքների մասնակցության մարդու կարծիքի արտահայտման ազատության, համատեղ մասնակցելու քննարկումներին այս իրավունքը մնացած ամեն ինչ ասել է բացանցում է դրանից։ Ի վերջո չի կարող առանց ծախսումների ո՞նց կարող ես կազմակերպել հավաք։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման տրամաբանությունն է, որ պետությունը այս հարաբերություններում անելիք չունի։ Հələ մի պահ պատկերացրեք, ասենք մարդուն ասես արի քեզ տամ կեցության սնունդի ծախսեր 30,000 դրամ, արի միտինգի, հա? Քրեական վարույթ է հարուցվում, այդ անձին ասում են մի հատ բեր չեկերով տեսնենք քանի հատ ջուր առար, քանի հատ բուտերբրոդ, եթե տակը փող մնաց քրեական է, եթե տակը փող չմնաց քրեական չի։ Հենց Վենետիկի հանձնաժողովը որպես բավականին ողջամիտ կառույց շատ տարօրինակ է, որ մեր կարծիքներն են համընկել է Վենետիկի դիրքորոշման հետ, ընդ որում ավելի վաղուց է համընկնում, բայց կարծես թե մեր հետ ոչ մեկ համաձայն չէր երկրի ներսում իշխանությունների մեջ, էլի։ Բավականին ողջամիտ դիտարկումներ է արել, իսկապես Ժորժ ջան, մենք ամեն իրավական ցնորամտություն այնքան է արծարծվում մեր կյանքում, մենք սկսում ենք լուրջ քննարկել այդ ցնորամտությունները ու մտնել դրա դետալների մեջ։